Եռաբլուրի թանձր լռությունը սևազգեստ մայրերի լացն է ճեղքում։ Իրենց սիրելիներին ուղված հայացքներում անսահման կարոտ է ու ցավ։ Չսպիացող վերք, խառնված գույներ։ Ամեն բան ոնց որ անիմաստ է եղել իսկապես։ Հպարտություն չեմ ուզում ունենամ։ Ուզում եմ ողջ լինեին գրկեի բոլորին։ Որ մեկին գրկի այս կինը, շիրմաքարից շիրմաքար է անցնում, խոսում, հետո լռում։ Մեկը 27-ին է զոհվել, մեկը 28-ին է զոհվել, երրորդն էլ վերջի շարավիղը ականի պայթյունից, պատերազմից հետո դատարկ օջախ։ Իջևանի զորամասում էր ծառայում 20 տարեկան Արտակ Ենոքյանը։ 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտի, տուն գնամ։ 2020-ին կամավոր գնաց Արցախ, կռվեց Մարտակերտում, Մատաղիսում, հերոսացավ Արցախի հողում։ Փառք Աստծո, որ ունենք նաև վավերագրություններ, որոնք փաստում են, որ իմ որդին ուրիշ ձև է կռվել։ Րոպեում ինքը կապավոր էր, ինքը կարող էր չկռվել, ընդհանրապես չանել հրետանագործը, բայց որպես ամենաուժեղ մարդու նրան հանձնարարել են, որ արկերը լիցքավորի եւ կրակի, րոպեում 2 արկ։ Հազարավոր զոհեր, հարյուրավոր խեղված ճակատագրեր, հայրենիքի կորուստ, 44-օրյան փաստացի դարձավ մեծ աղետի նախերգանքը։ Անմահների բարձունքում այսօր բոլոր աղոթքները նահատակների հոգիների հանգստության համար էին։ Ամուր գրկում եմ Հասմիկը որդու շիրմաքարը։ Բռնի տեղահանվելուց հետո եռաբլուրում ես փոփվում մոր սիրտը։ Հազարավոր բախտակիցներ այդ հնարավորությունը չունեն։ Տղաների շիրիմները մնացել են Արցախում առանց մայրերի։ Ավագ սերժանտով զորացրվել էր, հրետանավոր էր, դե 30-ի վրա էր, Մարտունի թիվ 2-րդում։ Ինքը կամավոր գնաց, բա ոնց կլինի, որ հայրենիքի պաշտպանությունը, ես էլ չասեցի։ Վահե, կամ մնա, կամ ինչի, չէի պատկերացնում, ես մտածում եմ, որ պետք է հողը պահվի։ Ամսի 19-ին պատերազմը պետք է կանգնեցնեին, 10-ին պետք է կանգնեցնեին, չկանգնեցրին, որպեսզի զոհերը շատանա, հեշտությամբ ստորագրեն կապիտուլյացիայի պայմանագիրը, ու այսօր հանգիստ իրանք կյանքը վայել են։ Մենք էլ մեր տեղը եռաբլուրն է։ Որդիների հետ վերջին զրույցն են հիշում, վերջին գրկախառնությունները, վերջին խրատները։ Յուրաքանչյուր նկարի հետևում մի անավարտ պատմություն է, մի չապրված կյանք։ Ինքը միշտ սպասում էր, որ ես պետք է ասեմ պատերազմը կանգնեցնում են։ Չասեցի։ Մի երազանք ունեն եռաբլուրում ցավը լացի մեջ խեղդող այս մարդիկ։ Տեսնել իրենց սիրելիների երազած Արցախը ազատ ու անկախ։ Մեծ երազանք ունեմ, որ իմ որդու արյամբ օծված կարելի հասցել Արցախը դառնա մեր նորից եւ հուսով եմ այսքան երիտասարդները, որոնք արդեն երկնային զորք են բերևում, անպայման կմիջամտեն այդ երազանքի համար։ Չեն հավատում, որ այս պատերազմում չեն կռվել իրենց տղաները, չեն հաղթել իրենց որդիները։ Ծրագրավորված այս պատերազմի պարտության տարած պատերազմ է եղել, որը իշխանությունների թողտվությամբ է եղել, այսօրվա իշխանությունների։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ որևէ մեկի տանը լինի այս սուքը, որ նրանք նորից ապրեն, բոլորը ասում են իրենց տանը լինի, չեմ ուզում, որովհետև դա կլինի Հայաստանի վերջը։ Ես միայն ուզում եմ, որ դրանց արդար պատիժը ես տեսնեմ, իմ կենդանության օրոք ու շուտ տեսնեմ։ Ողբերգական պատերազմից 5 տարի անց եռաբլուրը հիշեցնում է. պիտի պահենք մեր երկրի սահմանները, թեկուզ կյանքի գնով, ու վերջ։